Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում։ Շատ ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդաշարը եւ շարունակում ենք մենք այն միամսյակը, որ նվիրել ենք մոռացվող կերակուրներին։ Այսօր այդ օրն է, բայց կերակրատեսակետ միասին այստեղից ձեզ ուզում ենք հղել լավ տրամադրություն եւ հոգու ջերմություն։ Այս ամենը մենք պիտի իրականացնենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է մեր լավ բարեկամ եւ շատ ակտիվ հեռուստադիտող Աննա Թադևոսյանի հետ։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Աննա ջան, շատ շնորհակալ եմ, որ նորից հետաքրքրություն է առաջացել քեզ մոտ այն մոռացվող կերակրատեսակները վերականգնելու գործընթացին մասնակցելու առումով։ Ինչ պիտի պատրաստենք այսօր եւ ուզում եմ, որ նաեւ տրամադրությունը փոխանցես մեր հեռուստադիտողներին։ Նախ ձեզ շնորհակալություն, ինձ մոտ ցանկություն է առաջանում միշտ ինչ-որ այդտենց հետաքրքիր հաղորդաշարներին մասնակցելու։ Դուք էլ արդեն լավ գիտեք, ես անընդհատ գրում եմ, ինչ-որ բաներ եմ ձեզ հետ կիսում եմ։ Շատ հաճելի է, որ կա այս հնարավորությունը, ինձ համար շատ հաճելի է օրինակ։ Իսկ պատրաստելու եմ այսօր ձեր թույլտվությամբ իհարկե շատ մի հասարակ աղցան, որը ինձ հյուրասիրել են իմ շատ լավ ընկերներից մեկն է, Անդրանիկ Ինստանը, я Մայրիկա, Աղավնիծյան, Սփյուռքահայերի ընտանիքից է։ Արագ ձեռքի պատրաստվող։ Արագ ձեռքի պատրաստվող, ահա որ դուրս եկավ դա, շատ իմ դուրը եկավ։ Եվ ես մինչև այսօր, ես չգիտեմ ովքեր, իրենց տուն շատ մարդեր գալիս, շատ մենք շատ սիրում էինք այդ տունը, շատ էինք գնում այնտեղ, ես չգիտեմ ովքեր են պատրաստում, հետո հետագայում արդեն տղաների ընկերները, որ ամուսնացան, իրենց կանանց հետ էին գալիս այնտեղ, կապ չունի, ես չգիտեմ ովքեր են սովորել եւ ովքեր են պատրաստում, ես կարող եմ հստակ ասել, որ իմ տանը, իմ սեղանից երբևէ այս աղցանը չի հեռանում։ Մենք շատ սիրում ենք տանը դա եւ շատ կուզենայի օրինակ, որ Աղավնիծյան իմանար դրա մասին, ես վաղուց իրեն չեմ տեսել։ Այդպես շատ համեղ աղցան է։ Բաղադրատոմսն է շատ հասարակ, սովորական կաղամբ։ Այո։ Թարմնանա, պարկաստո այսօր ցանկացած խանութում, որտեղ կանաչի են վաճառում, թարմնանա գլոր տարին կգտնես, սխտոր։ Այո։ Կիտրոն, աղ, սև պղպեղ եւ ձետ։ Գնացինք։ Ընդամենը դա։ Խոսք եմ տալիս ձեզ, որ սա շատ հաճելի է։ Մանավանդ այն սեղաններին, որտեղ մի քիչ շատ են խմում։ Հա, շատ թարմացնող, շատ համով, հետաքրքիր։ Ուղղակի ես պիտի անպայման նշեմ, որ որևէ կերակուր, որևէ կերակրատեսակ հասարակ նրան անվանել Չէ, թե մենք իրենք հարստացնենք մեր ժպիտներով, մեր գեղեցիկ տրամադրությամբ, մեր գեղեցիկ զրույցով, որտեղ ես վստահ եմ, որ դուք հիմա շատ հարցեր ինձ կտաք։ Այո։ Մենք լավ տրամադրությամբ կշփվենք եւ շատ համեղանա մեր ուստես։ Այո։ Կաղամբի օգտակարության մասին ինչ կարող ենք ասել։ Իսկ ինչ չենք կարող ասել։ Մանավանդ թարմ կաղամբը շատ օգտակար է, հատկապես աղիստամոքսային տրակտի համար։ Այո, հատկապես այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում գիրանալ։ Ասում են նաև, ես չգիտեմ ճիշտն ասած, գիտականորեն դա հաստատվել է, թե ոչ, որ մեր գեղեցիկ սեղանից հեռու իհարկե օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց պրոֆիլակտիկայի համար շատ օգտակար է, եթե շատ կաղամբ են օգտագործում։ Անգամ ինչ-որ տեղեր կարդացել են բաղադրատոմսեր, որ ինչ-որ կաղամբը հյութ են դարձնում, խմում են եւ այլն։ Գիտեմ ինչքանով է դա գիտականորեն հաստատվել, բայց շատ եմ կարդացել նման բաներ։ Դե նանայի մասին էլ խոսք չկա։ Նույն աղիստամոքսային տրակտի մանավանդ ստամոքսի համար ամենաօգտակար կանաչին խոտաբույսերից մեկն է։ Վայրի ուտելի բույս։ Մենք խոտաբույս չենք ճաշակում։ Ճիշտ է, մենք վայրի ուտելի բույսեր ենք ճաշակում։ Այ կտրատեցի ինչ համեղ բույր է եկավ, չէ՞։ Այո։ Աբսենտ, որի մեջ պիտի պատրաստենք դնենք։ Աննա ջան, նաև ուզում եմ առօրյայից խոսենք։ Մենք իհարկե շատ ենք շփվում խոհարարներս մարդկանց հետ եւ նրանց սննդի հետ կապված խնդիրներին շատ ենք առնչվում։ Այ դու որպես ոչ թե խոհարար, այլ մեր գործընկեր ասեմ կամ մեր հեռուստադիտող, այ ընդհանուր այսպես որ վերցնենք ճիշտ ենք սնվում արդյոք մենք թե ոչ, այսինքն պատշաճ վերաբերմունք, պատշաճ լրջություն դրսևորում ենք սննդի նկատմամբ թե ոչ։ Ցավոք սրտի առօրյայում ոչ։ Եվ սա ինչի հետ է կապված։ Երևի
Նախ մեր ազգային սպეციფիկան է, մենք սիրում ենք շատ ուտել, դա լավ չէ։ Երկրորդն էլ հիմա արդեն այդ fast food կոչեցյալը այստեղ էլ շատ ավիրացություններ արեց։ Այո, բայց մենք մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ մեր մոտ Հայաստանում մատուցվող fast food-ը այդքան էլ fast food, junk food չի, ոնց որ ասում են իրենք, հա, Junk food? Հա, վատ ուտելիք էլի, որովհետև մենք միևնույնն է չենք օգտագործում այդ մսի կոնցենտրատը, որ ասենք համբուրգերի մեջ օգտագործում է, մեզ մոտ ես գիտեմ, որ օգտագործվում է միս։ Կամ կարտոֆիլի սորտերը, դրանք այդ ոնց որ հիմա շատ ենք խոսում դրա մասին, գենային մոդիֆիկացված, հա, կարտոֆիլի սորտեր կան, որոնք օգտագործվում են այդ fast food-ը պատրաստելիս, ես որքանով որ տեղյակ եմ, մեզ մոտ դա չի աճում։ Այո։ Մենք օգտագործում ենք նորմալ կարտոֆիլ, այն ֆրին, որ տալիս են մեր fast food-ի կետերում, երևի մի փոքր ավելի օգտակար է, բայց միևնույնն է, շատ գիրացնող ուտելիք է, որովհետև ամբողջը տապակած է ոչ ճիշտ ձևով, մեծ ֆրիզուրներում, հա, ճիշտ եմ խոսում։ Այո, այո։ Ճիշտ ես խոսում եւ սրտից ես խոսում։ Իհարկե, բացի դրանից մենք մի շատ վատ սովորություն ունենք բոլորս, դա մեր ազգային սպეციფիկ սովորություններից մեկն է։ Գալիս ենք հոգնած տուն, ամբողջ օրվա ընթացքում ոչինչ չենք ուտում, արագ ուտում ենք։ Այստեղ արդեն ուզում եմ ընդվզել եւ պիտի ընդվզեի նախնական այդպես զրույցում, որ նշեցիր, որ մենք հայերս մի քիչ շատ ենք ուտում, այդպիսի բան չկա, հայերս սնվում ենք շատ նորմալ եւ չափավոր։ Այնպես որ եթե մենք նայենք նույնիսկ արտաքնապես այդպես փողոցում մենք շրջենք, կտեսնենք, որ այդպես գիրացած մարդիկ այնքան մեծ տոկոս չեն կազմում։ Այն ես համեմատություն անում եմ այլ երկրների հետ եւ հատկապես այն երկրների, ովքեր առաքելություն են վերցրել սովորեցնել ամեն ինչում, այդ թվում նաեւ սնվելը սովորեցնել։ Համաձայն եմ ձեզ հետ, որովհետև էլի երևի թե այդ fast food-ի լավ որակն է մի փոքր օգնում։ Եվ հետո այսօր եթե նկատել եք մանավանդ երիտասարդությունը ավելի հակված է առողջ ապրելակերպի, շատ են զբաղվում սպորտով, փորձում են առավոտյան այդ նախաճաշը, որ բոլորիս համար խնդիր է, փորձում են անել։ Երևի ավելի ճիշտ է, որ օրեկան ռեժիմը պահպանվի, քիչ ուտեն, բայց ուտեն ժամանակին, էլի։ Քան երեկոյան ուշ եւ բոլորս միասին շատ։ Կաղամբ կտրատեցինք մանր ձողիկաձև, կտրատեցինք նանա, սխտոր, քամեցինք կիտրոնը, հիմա ինչ համեմունքներ են։ Բայց ես մի բան էլ պիտի անեմ, դա շատ գեղեցկացնում է։ Եթե կարելի է կիտրոնը տակ։ Կիտրոնը։ Խնդրեմ։ Գուցե մի քիչ անսովոր կանեմ, եւ սա, չգիտեմ, էլի մարդիկ կան, որ անում են այսպես։ Ես շատ սիրում եմ այդ ձևը։ Ձևը, այո, տեսքը շատ գեղեցիկ է լինում։ Համեմելու ենք աղով պղպեղով։ Անպայման, բայց մի հատ սա անեմ, հետո, հա, պատրաստեմ սա ու աղու պղպեղին անցնենք, հա։ Լավ, եկեք համեմենք։ Աղը։ Սև պղպեղ ընդամենը։ Եվ վերջ։ Եվ վերջ։ Աղուն տոտայի Աղուն տոտայի։ Այո։ Բաղադրատում։ Ես սկզբում սենց կանեմ։ Այսինքն ես իզուր էի չարչարվում։ Չէ, դա քիչ էր։ Կիտրոնն էլ մեջ է։ Ահա։ Շատ լավ։ Այ հիմա էդ էլ դրեք։ Հիմա սա էլ դնեմ։ Դնեք։ Կիտրոնահյութ, ձետ։ Լավ։ Տիկին աղուն։ Բրավո։ Ես կարծում եմ, եթե չեմ սխալվում, եւս մեկ բաղադրատոմս տիկին աղունի բաղադրատոմսերից մենք պատրաստել ենք։ Չէ, մենք շողիկ տատի աստան ենք պատրաստել։ Այսպես գնում եմ ընկերների տուն, իրենց ընտանիքի ավանդական ուտեստները սովորում եմ, հետո գալիս եմ ամբողջ հայազգին պատմում եմ։ Շատ լավ գովելի արարք։ Սովորություն։ Այո, բացի գովելից նաև օգտակար։ Այնպես որ բարեկամներ, եթե դուք ունեք մտահղացումներ, եթե չունեք մտահղացում, ապա գոնե այցելեք ձեր հյուրերին, ձեր բարեկամներին ներողություն եւ հյուրընկալվեք եւ գողացեք։ Այո։ Համեղ եւ գեղեցիկ ուտեստների բաղադրատոմսերը։ Այսպես։ Այ դուք ես վստահ եմ, որ կուզենայիք ինչ որ ձևով գեղեցկացնել, հա, մեր ափսեն։ Տեսնենք ինչ կստացվի։ Գեղեցկացնենք։
նման դեպքերում ես միայն այսպես լոլիկը կտրում եմ Ճիշտ է։ եւ Ծաղիկին տեղին թողել։ Այ որ ես հաճախ հյուր լինեմ ձեզ մոտ, ինձ թվում է կարիք չի լինի, որ ես խոհարարական դպրոց հաճախեմ։ Ձեզանից էլ շատ բան այսպես կսովորեմ։ Այո։ Այո, Հետո ձեր տուլտուությամբ կպատմեմ շատ շատերին։ Խնդիր չկա, մենք պատրաստ ենք եւ Այսպես ձևավորենք, ձևավորելու ժամանակ ընդհանրապես մարդ ինչ մտքի եկա, պիտի անմիջապես իրականացնի, կարծում եմ դա ավելի լավ է ստացվում, որովհետև եթե սկսում ես մտածել, եթե ապա, արդեն պահը բաց ես թողնում։ Այո։ Ապրես դու, Աննա ջան, ուզում եմ, եթե դու ցանկություն ունես, ուզում եմ, որ դու մեր հեռուստադիտողներին այդ քո ցանկությունը հայտնես, քո խորհուրդները եւ ընդհանրապես քո ցանկացած միտք Գիտեք ինչ խորհուրդ կտամ, ես երբեմն մտածում եմ, գուցե լավ չի, որ ես անընդհատ փորձում եմ մասնակից դառնալ հաղորդաշարին, բայց ես գիտեմ, որ բոլոր մարդիկ իրենց հոգու խորքում շատ սիրում են, երբ որ իրենք են ուշադրության կենտրոնում, իսկ նման հաղորդման պարագայով ուշադրության կենտրոնում է նաև այն ինչ որ դու անում ես, որովհետև միևնույնն է մարդիկ ինչ որ նորություն քեզանից կսպասեն, կապ չունի դու միշտ կաս, թե մեկ անգամ հայտնվեցիր էկրանին, կապ չունի։ Այ ես կուզենայի, որ մարդիկ ավելի համարձակ լինեին եւ թող գրեն, թող մասնակից դառնան ամեն կերպ այս կապը հեռուստատեսության եւ հեռուստադիտողի միջեւ, էկրանի այս եւ այն կողմը։ Նախ շատ հետաքրքիր է ինչու չեն մարդիկ համարձակություն ունենում, շատերն են վախենում, չէ՞։ Բոլորին ինչ որ բան պատմել։ Այնպես որ շատ ճիշտ կլինի, եթե մի փոքր թողնեն մի կողմ ամաչելը եւ այլն եւ այլն։ Թող մի բան էլ սխալ անեն, դուք խուղեք, չէ՞։ Ապրես դու, այո։ Ես էլ առաջարկում եմ, հիմա դու խոսում էիր, ես մտածում էի, որ այսպես ամաչել պետք չի շատ երևալ, բայց մենք կարող ենք ձևավորել մեր հաղորդաշարի հավատարիմ հեռուստադիտողների մի ակումբ, այո, եւ շատ հաճախակի կարող ենք հանդիպել իրենց մտահղացումները, իրենց նորարարությունները եւ նաեւ այդպես ջերմությունը հաղորդելու համար։ Սա այսօր դրենք հիմքը եւ դու կարծում եմ կազմակերպես այդ ամենը։ Փորձենք։ Ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Աննային, ցանկանանք, որ այդ լավատեսությունը, որ ուղղակի հորդում է իրենից, միշտ լինի իր հետ եւ նաեւ տարածի շատ ու շատ մարդկանց մոտ։ Ապրես դու։ Շնորհակալություն, Աննա ջան։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, լավ թեթև աղցան, բայց կարևորը որ շատ մեծ սիրով եւ հոգու ջերմությամբ։ Ուզում եմ որ մենք լինենք առողջ եւ ողջամիտ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Աղցան անուշ լինի։ Կաղամբ 400 գրամ, նանա կես կապ, սխտոր 2 բջեղ, կիտրոն 1 հատ, ձեթ 15 գրամ, աղ սև պղպեղ, բարեախորժակ։